Հոգևորական դասի բարձրաստիճան խախտեք անցել են այս սրանց կողմը։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, կամ միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, այսօր նոյեմբերի 27-ն է Միացյալ Նահանգներում, առավոտյան ժամը 10-ը։ Ուրեմն այս հաղորդակցությունը ուզում եմ հասցեագրել կոնկրետ ամենայն հայոց կաթողիկոս կոչվածի և առասարակ եկեղեցականների։ Այստեղ բացում նստած հերթական զարմանքն ու զայրույթը ապրեցի, երբ իմացա, որ բավական քանակությամբ սրբազան կոչվածներ 6-7 հոգի մինիմում անցել է իշխանության կողմը, Նիկոլի կողմը։ Սենց բան ես չեմ տեսել, չեմ լսել ամբողջ հայոց պատմության ընթացքում, և ովքեր են դրանց մեջ, խոսքի օրինակ Բնակաճոյանը, Արգիշտի հերը, են Բենտլիով տեստեր բոզի տղեն, Արգիշտի հերը, որ ամեն գիշեր մարտունա երանոցն էր, որ կեղն էր դրանց կեղը, կրավատը ճրճռոցը մեջ, կնիգներ ռելեի գործարանի նման բան էր բերում, երեխա էր բերում, սկսած Արգիշտից։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե կաթողիկոսը իմ աչքի լույսը չի, բայց եթե կաթողիկոսին դրանց են բանից են անում, որ դու երեխա ունես, Բնակաճոյանն էլ ունի, են էլ ունի, բա էդի ոնց հասկանանք։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, ինքև տերտերներ, դուք Աստծո խոսքը քարոզող մարդիկ եք, ավելի մոտ եք երկնային գրասենյակին, կտակարան եք ուսումնասիրել, եկա, ճեմարաննիկ եք սովորել, չգիտեմ, սրբադասված, մեռոնադասված, ես ինչա դասվածներ եք, աշխարհիկ մարդիկ կարան դուրս գան կաթողիկոսի դեմ, բա դուք ոնց եք դուրս եկեք կաթողիկոսի դեմ։ Ինձ իմ եթերների ժամանակ քարկոցում եք, ասում եք, վայ, կաթողիկոսին բան ասում, հոգևորականներին բան ասում, դուք այսօր անցել եք մի մարդու կողմը, ով տվեց Արցախը, այսինքն մասնակցեց վաճառքի գործարքի, ով Հայաստանը կտոր արած տալմա Թուրքիին, ով կերավ 5000 երեխու գլուխ վերջում կայնավ ասեց Զոֆելին հանուն ոչինչ չի, ով չի կարում գոնե մի հատ ընտանիք պահի, ում օրոք կոռուպցիան, նարկոտրաֆիկինգը հելել է այս ազգին ուտմա, բանտերը լսված են տարբեր տիպի բանտարկյալներով և հալածյալներով, մարդ ով որ շեղված է բառիս ամենաբուն իմաստով որպես հայ ժողովրդի մեծ մասն է սեքսի վրա շեղված, բայց այս մարդը ոչ թե մասկային, այլ ծառու, կենդանի ու արձանի վրա է անգամ շեղված։ Երբ որ վերցնում ես Նիկոլի գիրք ու դնում ես չգիտեմ կտակարանի կողքը եւ այլն, կտակարանը չորանում է։ Եվ հիմա հոգևորական դասի բարձրաստիճան խախտեք անցել են այս սրանց կողմը։ Իմ համար դուրսու չէ, որ տերտերների մեծ մասը բոզի տղա է, էդի գմրասմա կրուկը պեչատու կա, բայց տեզերական բոզի տղեքի էսես մեծ հավաքածու եկեղեցու մեջ ես, եթե անկեղծ իմ համար սա սուրպրազ էր։ Ես հիմա քեզ եմ ուզում դիմեմ Գարեգին, ուզես թե չուզես, աթոռը որի տակից տանելու է։ Ես մի անգամ չէ, մի 10 անգամ ասել եմ, ես երեխա ժամանակ ունեի մի լավ բնավորություն, մինչև հիմա էլ ունեմ, եթե մի բան իմը չի, այսինքն իմ ձեռից տանում են, ու ինչ չի մնալու, ես այդ բանը ինչ էի անում, ջարդում էի, ոչ ինձ, ոչ քեզ։ Հիմա, քանի որ բալուբոմու քո ձեռից քո աթոռը տանելու են, ուզես թե չուզես, քեզի միլիսեկով գալ ընտեղից եկալը շպրտեմ դուրս, այ ոչ խաշ, դու ունես մի հատ շատ լավ երկ, Նիկոլի մորը են բանից անելու։ Ես խորհուրդ եմ տալիս քո, այսպես ասած, կաթողիկոսի աթոռը ժառանգել բանտում նստած Աճապարյանին։ Միակ հոգևորականն է, որը որ ես հələ որ գիտեմ բարձրաստիճան, որը կողի վրա երեխա չունի, որը դեմ է եղել Նիկոլին, Ռոբիկին, Սերժիկին, որը որ հիմա դատվել է ազատ խոսքի համար։ Փոխանցի աթոռը, ձեր լեզվով ասած, աթոռակից կաթողիկոս դիշ ու թող գնասա Նիկոլ անին ձվերը քեզի կաթողիկոսի գավազանի տեղ խաղա խոսքի օրինակ
մի բան արա գնա, գոնե այդ ձև գնա, տղամարդկություն ունեցի, որ ասում սաղի ադեն իրուր դուր հիմիկիլա մեկը տանելու են, քո ձեռից աթորը տանելու են գարեգին, ուրիշ բանա պրինցիպյալ ասես, դե որը տենց հազնում եմ, ես մարդուր ես գնացի, ուրիշ բանա կեզ միլիցիա կգան, տիս վեկար են հանեն շպրտեն դուրս, Նիկոլի ուզած բոզի ստողուն բերեն դնեն, ատեն որպես կաթողիկոս, կոն այդ վերջի լավությունը տղամարդկային քայլը, արա նոր գնա գարեգին բաց, որովհետև ես ուզում եմ հայոյեմ, բայց հիմա կասեմ վարդա Ղուկասյանը հայոյում է, լավ, ոչ չի հայոյես, ոչ չի հայոյես, երբ որ կաթողիկոսի կողմից օծված սրբազան կոչվածները դավաճանում են հենց նույն իրենց օծած մարդուն և կանգնում մի մարդու կողք, աշխարհիկ մարդու կողք, որը որ այս ազգի ամենամեծ թշնամին է խոսում են անդադ հայ-թուրքական բարեկամություն, հայ-թուրքական ես ուրեմն ուզում եմ ասել նաև այդ անասուն բոզի տղեկին վերցրեք 14-րդ դարից ավելի ներքև միջեք, որովհետև դուք այդքան ուղեղ չունեք։ 14-րդ դարից սկսած նայեք։ Եղել է արդյոք հայ եւ թուրքի միջև բարեկամություն։ Չի եղել երբեք։ Չի եղել եւ չի կարող լինել։ Ով խոսում է դե առևտուր կանենք, կապրենք, պետք է ասել, առևտրով մամայիդ են բանից անեն, բորնիկի ծնունդ։ Այ լղլղչի բոզի տղեք, դուք անընդհատ փորձել եք առևտուր անել և ապրել, չի ստացվել ձեր մոտ, մի 100-ամյակ չէ, 200-ամյակ չէ, 3 չէ, 4, ձեզ մոտ չի ստացվել այդ ազգի հետ, հնարավոր չի կարող, չեն կարող սուրն ու գելը իրար հետ խաղաղ ապրել, չի կարող ոչխարն ու գելը իրար հետ խաղաղ ապրել, չի լինում տենց, չի լինում, մենք գենետիկորեն անհամատեղելի ենք, գումարած դրան, այդ մարդիկ, ում անունն է թուրք, ունեն իրենց նպատակը, իդեալոգիան, ստեղծել մեծ թուրան, մեծ թուրանի մեջ, ձեր նման բոզի տղեկը տեղ չունեն, առևտրական լղլղչի խախտի տղեկ, ասում են մեկ տերել ասում մենք գնացել ենք Բաքու մեզի լավ էին, զանգը ասում էր բրատ, այդ բրատը մամայի տնի են բանի ցանի, բոզի տղա, բավոր են լաչինի ջամփ են, զոհված երեխեքը այդ դեպքում քո ինչն էին, եթե թուրքը քո բրատն ես։ Այդ երբ թուրքը ձեզի դարավ բրատ, 15 թվին եք մտածում բրատ, որ թուրը կողմ էին ձեր կնկա, դլոն պենից հանում էին, այդ ժամանակ էլ էին բրատ, 88 թվի Սումգայիթի ջարդերը պարկացո YouTube կա, վիդեո կա, ասма, ինտերնետ պոմնից վсё, մտեք նայեք, ձեր կանանց, ձեր տղամարդկանց ինչ վիճակի մեջ են գցում, վերջի պատերազմը բիծում դրած մորթը մեն հանուն նրա համար, որ այն են ամեղ սունակ բիզում, որ հայա, ինչ տանձից բրատ, Ես ինչ բորրեկի ծնուտների հավակացույա Ալեն Սիմոնյանից սկսած։ Ես մարև թուրքան ենք ապրենք ում հետ։ Թուրքանը միատեսեք ում հետա նորմալ հարաբերությունների մեջ։ Անգամ հարևան Պարսկաստանը, որը մուսուլմանական երկիր է, էլի չունի դրանց հետ։ Արաբները, որ արաբներ են, նույն կրոնն է, նույն կրոնի ուղղվածությունն է, Եգիպտոսից բռնած, էլի չունեն դրանց հետ։ Հույները չունեն դրանց հետ, հրեաները չունեն դրանց հետ։ Ով ունի դրա հետ, հայ, պիտի ասեք ռուսնու թուրքն էլի մի բամ խախացվում են էլիար միսենուտում, խախացվում են էլիար միսենուտում, այդ ազգի հետ հնարավոր չի, հասկացեք, ամեն 50 տարին մեկ, 15 տարին մեկ, կամ 100, մաքսիմում 75-80 տարի, իա բոզի տղություն այդ ազգը պիտի անի, հայ ադրբեջանական եղբայրական հանրապետությունները սովետի ժամանակեր KGB-ի դուբենգի տակ գլուխները կախմիկեր ապրում են, բայց էլի տակից իրանց բոզի տղությունն անում էին, ամբողջ Նախիջևանը մաքեցին հայերից։ 88-ին է որ ասում է Վարոդի նման բանը պայթավ դրեցին իշքան բեժնկա իս Բաքու Պրիշտինա, սակին դրին արեցին իս Բաքու։ Լավ, այսքան կարճ շողություն անասուն անգամ չունի։ Ու այսքանից հետո այս իշխանությունը, որը բռնել է Հայաստանին ոչնչացնելու ճանապարհը, եկեղեցական բոզի տղեկը կնը միանում են Նիկոլա Զավրներին։
Լավ է գյուղի ժողովուրդը, որը որ տարական կրթություն չունի, այդ էժմիածնի գեղերը, որը որ սպասում են երբ պիտի մութը ընկնի, որ իրանց չգիտեմ մասուկնիկի վեկալեն ֆուրաժի կրավատի մեջ իասին են կրանյոնի բաժակներն են կողերը դրած։ Այդ մակարդակից հələ դուրս չեն եկել։ Դրանք ուղեղ չունեն գնացին Նիկոլ Ընտրին, բա դուք կրթություն ստացած մարդիկ եք, պատմություն անցած եք։ Ո՞նց եք գնացել մտել Նիկոլի ոռը։ Ես ուղղակի ապշած եմ։ Ու ոնց զգում եմ միակ տարբերակը իմ ստեղից մաքսիմալ արագ շուտ դուրս գալ է կփրկի այդ ամենը իրավիճակ եւ ես այդ ուղղությամբ աշխատում եմ։ Մաքսիմալ արագ։ Հնարավորինս շուտ, որ այս պրոցեսի դեմը կանգ առնողը, դեմը փագողը փշալայելով մնում է միայն Վարդան Ղուկասյան։ Այս ամենը սկսվեց ինձ ստեղ բանտարկելուց հետո միայն։ Եկան ստեմիա բոզի տղու կտան, փողը կողին մոր, տլոն ընձի բերեց կողեց ստեղ։ Բայց մենք դուրս գանք շուտով։ Ու այն ժամանակ ելենք են տալու նախկին Վարդան Ղուկասյան, ասել այս ժամանակ կուլտուրական մարդ էր, ես ինչ տարավ, որովհետև այլ կետ հնարավոր չի, նստել և գրական լեզով, խոսել ասել այդ տեսակ եկեղեցական բանը, Բենտլիով, Կճոյանը մաքուր մարդա գնաց միացավ Նիկոլ, Կճոյան տունը տեղը ծաղ եկնային գրասենյակը տնի ու են բանից անի, բոզի տղա, կոմոդ բացի փողից ուրիշ բան, տա վաբշե, Հիսուսը տնի մորը դենին, դու վաբշե, փողից են կոմբան ճանաչում ես, ղախպի տղա, հա? Կամ են ագիշտի հերը, որ կալկուլյատորը դեմը նստած էր իա վեհարանում, տետերը որտեղ վեր են գնամա տեղ, դու տեստեր ես կալկուլյատորը դեմը տնչի ատերած, էլի բեք, օրրեքի ծնունդ, որով այսեց ա եղել եկեղեցին միշտ հատուկ են դեպքերում ա եղել, որ եղել է նորմալ կաթողիկոս, ագանջըտ կանչիվալ կեն առաջ։ Վեկալ եք պատմությունը նայեք։ Վեկալ եք նայեք եկեղեցու վարքագիծը ամբողջ հայ ժողովրդի պատմության ընթացքում մեծ մասը սենց ա եղել։ Այս Սունդուկյան, Մունդուկյան, Մուրացան, չգիտեմ Շիրվանզադե եւ այլ այն 19-րդ դարի բոլոր գրողները Հակոբ Պարոնյան այս կարծիքին են եղել եկեղեցու վերաբերյալ եւ գրել են, քարկոսել են եկեղեցուն։ Գրել են ցույց են տվել եկեղեցու իրական պատկերը, եկեղեցու եւ բուրժուազիայի։ Ոչինչ չի փոխվել, ոչինչ, ոնց կային վիժմացք, այդպես էլ մնացել են վիժմացք։ Հատուկ են կաթողիկոսներ։ Դա համար Գարեգին, Աթոռը տու Աճապարյանին մի քիչ փառք արժանապատվություն ունեցի, հել ու տեղից հելի գնա քոտուն, հել գնա աղջկա մոտ։ Իսկ թող ազգը իմանա, թե ինչպիսին է եկեղեցին, եկեղեցականները, որ Վարդան Ղուկասյանը կրծում են, ասել, «Վայ, սրբազանին կրծում եմ, տեսեք ձեր սրբազաններին, Բենտլիավոր, բոզի տղեք, մի բառով, այդ 6-7 հոգին»։ Սա է ուզում ասեմ ժողովրդին, համբերություն, մի քիչ էլ դիմացեք։ Եվ ամեն ինչ շաշվեցով կընկնի իա տեղը, ես դա ձեզ խոստանում եմ։ Հայ ազգի սանիտար Վարդան Ղուկասյան։